Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր մարտի 21-ն է, ես պետք է ասեմ, որ կշարունակեմ այն մոտեցումը, այն գիծը, որի համաձայն ես միշտ ներկայացնում եմ այն կարևոր զարգացումները, որոնք կան Հայաստանի շուրջ, այն կարևոր քայլերը, որը անում է Հայաստանը, կառավարությունը Հայաստանի, հասարակությունը, այն կարևոր քայլերը, որոնք անում է Սփյուռքայությունը, ես անպայման կշարունակեմ այս գիծը ներկայացնել, այն դրականը, որը արվում է։ Էլ ավելի դառնում է ակտուալ այսօր, եւ որ մենք ռեալ գտնվում ենք դե ֆակտո մեծ ընտրարշավի մեջ, ու երբ որ այդ ընտրարշավի մեջ ներգրաված եւ կուսակցությունները, եւ փորձագետները, եւ հասարակական գործիչները ելնելով նախընտրական արշավների տրամաբանությունից ել ավելի խիստ քննադատում են իշխանություններին։ Ես տեսնում եմ, որ նույնիսկ երբ որ դրական քայլեր արվում են, փորձ է արվում այդ դրական քայլերը ներկայացնել շատ ու շատ բացասական։ Հիմա ես հասկանում եմ, որ բոլորը պատրաստվում են հունիսի 7-ի ընտրություններ։ Նախընտրական արշավը ի պաշտոն է պետք է սկսվի մայիսին, բայց բոլորը հասկանում են, որ ավելի շուտ պետք է ակտիվանալ ու մենք այդ ընտրարշավը նվազագույնը վերջի 4-5 ամիսը տեսնում ենք։ Բայց ինչու՞մ է վտանգը։ Մարդիկ ներգրավում են այդ process-ի մեջ, քննադատում են, կոշտ քննադատում են, քանի որ ուզում են ընտրվել, եթե չես քննադատում այդ դեպքում ինչու մտար այդ քաղաքական process-ի մեջ, բայց կորցնում է հասարակությունը, քանի որ օբյեկտիվ ինֆորմացիան մենք չենք տեսնում հաճախ։ Դա է պատճառը, որ մեր Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի աշխատանքը ել ավելի կարևոր է։ Մենք ոչ մի կուսակցական, ընտրական process-ներում չկանք, մենք անկախ ենք, հանգիստ վերլուծում ենք, ներկայացնում ենք օբյեկտիվ ինֆորմացիան, ստուգված վերստուգված մեր հասարակությանը, որ մեր հասարակությունը ճիշտ կողմորոշվի, դուք տեսնում եք ինչ է կատարվում աշխարհում, դուք տեսնում եք ինչ է կատարվում, եկապետություններին ուզում են ուղղակիորեն քանդեն, ձերբակալում են տարբեր երկրների ղեկավարներին, տանում են բանտ նստացնում են կամ խփում են։ Այդ բարդ աշխարհ է հիմա։ Շատ բարդ process-ներ են գնում, ու այդ process-ներում մենք պետք է ճիշտ կողմորոշվենք։ Ուրեմն ինչքան կարելի է ակտիվ մենք պետք է աշխատենք ձեզ հետ։ Դա է պատճառը, որ ես միշտ խնդրում եմ ձեզ բաժանորդագրել, կիսվել, լայքել, որ այդ ինֆորմացիան ել ավելի ուժեղ տարածվի Սփյուռքայության մեջ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ։ Սկսում ենք մեր այսօրվա աշխատանքը, ես մի քանի թեմաներին ուզում եմ անդրադառնալ կապված Հայաստանի հետ։ Այսօր այդ բոլոր թեմաները, որ ես կշոշափեմ, կապված են Հայաստանի հետ։ Նայեք։ Կան կազմակերպություններ, վերլուծական կենտրոն, որոնք ուսումնասիրում են տուրիզմի, զբոսաշրջության վիճակը տարբեր երկրներում։ Ու այդ ինդեքսները, այդ չափորոշիչները ներկայացնում են։ Օրինակ, World Travel Index կազմակերպությունը պարբերաբար ներկայացնում է այդ ռենտինգային ցուցակը պետությունների, օրինակ անվտանգային հարցերով։ Ինչքան անվտանգ է մտնել այս կամ այլ երկիր։ Ու պատկերացնում եք այս ուսումնասիրությունները կապված 2025 թվի հետ ցույց են տալիս, որ Հայաստանը 193 անկախ պետությունների մեջ 13-րդն է։ 13-րդն ենք մենք այս զբոսաշրջության անվտանգության կոնտեքստում։ Անչափ դա կարևոր է, դրական է, ու բոլորը, ես հիշում եմ բոլոր մարդիկ, ովքեր գալիս են Հայաստան, նշանակություն չունի, տուրիստ են կամ գալիս են գործով ստեղ, ում հետ ես հանդիպել եմ, միշտ ասում են ինչքան լավ մթնոլորտ է, անվտանգ, ինչքան կարևոր տեղ է, դա է նաև բերում նրան, որ մեզ մոտ զբոսաշրջությունը վերջի 4 տարվա մեջ շատ ուժեղ աճեց։ Կա ուրիշ ռեյտինգ,
որը կոչվում է երջանկության ռեյտինգը ու կազմակերպությունը, որը զբաղվում է այս ուսումնասիրությունով, ներկայացրեց վերջի ժամանակվա, վերջի տարվա ուսումնասիրությունը։ Այ ինչքանով են քաղաքացին երջանիկ իրենց երկրում։ Ու Հայաստանը զբաղեցնում է 89-րդ տեղը 147 երկրների մեջ, այնտեղ չափորոշիչները տարբեր են, բարդ են, այդ չեմ խորանալու, մենք 89-րդն ենք 147 երկրների մեջ։ Նու պարզ է գլխավորում են այդ ցուցակը Ֆինլանդիան, Դանիան, Իռլանդիան, Շվեդիան, այն դեմոկրատական երկրները, հյուսիսային առաջի հերթին երկրները, որտեղ որ իրոք եւ ապրելու մակարդակը բարձր է, բայց երջանկության չափորոշիչները նաեւ այլ կոմպոնենտից է բաղկացած։ Հիմա դուք կարող ասել շատ հետ է անգած Հայաստանը, ոչ 89-րդ տեղը վատ չափորոշիչ չի, հաշվի առնելով, որ մենք այս 35 տարվա մեջ բարդ պրոցեսներով անցել ենք, ավելին, մենք մեր տարածաշրջանում ամենաբարձր ռեյտինգ ունեցող են։ Մեզանից հետո գալիս են Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը եւ Թուրքիան։ Բեռնում բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանատուն։ Մի քանի օր առաջ, դուք գիտեք, մենք Ժնևում ունենք դեսպանատուն, բայց այդ Ժնևյան դեսպանատունը սպասարկում է, նաև այդ թվում սպասարկում էր միջազգային կառույցները։ Դուք գիտեք, Շվեյցարիայում գտնվում են գլխավոր գրասենյակները համաշխարհային Կարմիր խաչի, ՄԱԿ-ի, Մարդու իրավունքների խորհրդի եւ այլ, ու ճիշտ է արվել, որ Բեռնում բացվեց ռեզիդենս դեսպանատուն, որը կզբաղվի երկկողմ հարաբերությունների հարցերով։ Հայաստան-Շվեյցարիա, այդ էլ մեր օրակարգը շատ մեծ է, անչափ կարևոր է։ Հայաստանը բացեց դեսպանատուն Օմանում, Օմանի սուլթանատում։ Օմանը դուք գիտեք շատ կարևոր երկիր է, հիմա չեմ ասում, որ հարուստ երկիր է, պարզ է, հարուստ երկիր է, նավթ գազ ունեցող, բայց Օմանը շատ մեծ դեր է հիմա խաղում վերջի ժամանակներս որպես միջնորդ։ Հիշում եք այդ միջնորդությունը այլ արաբական աշխարհ երկրների հետ, գազայի հարցով միջնորդությունը ռուս-ուկրաինական հարցերով եւ վերջի ժամանակներս լուրջ միջնորդություն իրականացնում էր Օմանը, Միացյալ Նահանգներ, Իրան այդ process-ում։ Ուրեմն կարևոր երկիր է, շատ կարևոր է, որ Հայաստանը բացեց տեղ դեսպանատուն, պարոն Արարատ Միրզոյանը այնտեղ գտնվում են մի քանի օր առաջ, բայց ինչն է հետաքրքիր, երբ որ մենք անկախացանք 1992 թվին, երբ Հայաստանը անկախացավ, պարզ է շատ ու շատ երկրներ մեզ ճանաչեցին մեր անկախությունը, հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, արաբական աշխարհից առաջի երկիրը, որը մեզ հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց, հենց Օմանն էր։ Դուք գիտեք, որ հիմա ազգային ժողովում, հանձնաժողովներում տարբեր պրոֆիլային համապատասխան նախարարները հաշվետվությամբ հանդես են գալիս, հանդիպում են, ներկայացնում են հաշվետվությունը ու մենք շատ ունենք ինֆորմացիա, մեր զելմները ներկայացնում են այդ քննարկումները, վեճերը այդ հանձնաժողովներում ու մի քանի դրվագներ այդ մեր տարբեր նախարարների զեկույցները հանձնաժողովներում մշտական ազգային ժողովի ես պետք է ասեմ։ Նու շատ կարևոր էր, որ Սուրեն Պապիկյանը, մեր պաշտպանության նախարարը, իր զեկույցի ժամանակ ասեց, որ մենք տարբեր երկրների հետ աշխատում ենք, զենք զինամթերք ձեռք բերելու ու դիվերսիֆիկացիան ռազմատեխնիկական ոլորտում շարունակում են։ Նաև ինքը ասեց, որ մենք նաև քաղաքացիներին ցույց ենք տալիս ձեռք բերված զենք զինամթերքը եւ այլ, որ մեր աշխատանքը գնում են։ Ես այստեղ պետք է ասեմ, որ հույսով եմ, որ այդ ներկայացումը տարբեր քաղաքացիներին մեր աշխատանքի, որը կատարում է պաշտպանության նախարարությունը, չի խփում, չի թույլատնում այդ գաղտնիության սկզբունքը, բայց ես պետք է ասեմ, որպես փորձագետ, որը ունի բարձր
համագործակցություն հասարակության հետ, նաև իմ YouTube-յան ալիքի միջոցով ես էլ հրավիրված էի 2 թե 3 անգամ տարբեր տեղեր Հայաստանի շրջաններ, որտեղ որ կառուցում են լուրջ պաշտպանողական պաշտպանության հետ կապված օբյեկտներ, չեմ ուզում հիմա խորանալ, նաև ինչ-որ բաներ տեսել եմ զենգզինամթերքի հետ կապված, պետք է ասեմ, որ իրոք լուրջ աշխատանք գնում է, դա միայն կարելի է ողջունել։ Մյուս հարցը, որի վրա ես ուշադրություն դարձրեցի, երբ որ Արպինե Սարգսյանը լրագրողների հետ հանդիպելիս խոսեց Եվրոմիություն Հայաստան վիզա լիբերալիզացիայի հարցի հետ կապված դինամիկան, ոնց է դա զարգանում, մենք գիտենք, որ այս տարի պետք է կեսաչափական անձնագրերը ուժի մեջ մտնեն, դա շատ կարևոր է, առանց կենսաչափական անձնագրերի ոչ մի վիզա լիբերալիզացիա չի կարող լինել, այդ ուզում եմ զգուշացնել, ստեղ Հայաստանը կարծես թե լուծում է այդ հարցը, նաև շատ կարևոր հարցեր են կապված միգրացիայի հետ, կապված մեր պարեկային ոստիկանության հետ, այդ բոլոր հարցերը ուղղակիորեն կապված են ներքին գործերի հետ, դրա մեջ են մտնում, դա է պատճառը, որ հենց ներքին գործերը շատ ակտիվ աշխատում են Եվրոմիության հետ, որ մենք ի վերջո ստանանք վիզա լիբերալիզացիա, վիզա ազատականացման ռեժիմ Եվրոմիության հետ, բայց ու ստեղ աշխատանք գնում է, ես միանշանակ պետք է ասեմ, որ գնում է, քանի որ հետևում են, մեր կազմակերպությունը նաև մոնիտորինգ է անում այս ոլորտում վիզա լիբերալիզացիայի Եվրոմիության հետ, մենք այդ աշխատանքը բարեբախտաբար հիմա այս վերջի 2-3 տարի տեսնում ենք։ Հիմա ինչ է ասում ներքին գործերի նախարարը, ինքը ասում է, որ շատ հավանական է, որ 2 տարուց հետո ռեալ մենք դա կստանանք։ Դժվարանամ ասել դա շատ օպտիմիստիկ գնահատական է, բայց որ աշխատանքը գնում է փաստ է, բայց տեղ կան այլ ոլորտներ, որտեղ որ աշխատանք անհրաժեշտ է անել, մեր անվտանգությունը, ազգային անվտանգության ծառայության պետը ելույթ ունեցավ համապատասխան հանձնաժողովում, ազգային ժողովում, ու այդտեղ իրան հարցեր տվեցին, ու ինքը շատ կարևոր մեզ տվեց ինֆորմացիա։ Դուք հիշում եք, որ Հայաստանը որոշում ընդունեց ու հանեց ռուս սահմանապաներին Զվարթնոց օդանավակայանից, հետո հանեց ռուս սահմանապաներին այն անցակետում, որը մեզ կապում է Իրանի հետ։ Հետո Մարգարա անցակետից հանվեցին ռուս սահմանապաները, այո, հայ-թուրքական սահմանը դեռ փակ է, բայց անցակետը վերանորոգված է կա, ու այնտեղ էլ հիմա մենակ մեր սահմանապաններն են։ Ու անվտանգության մեր ծառայության ղեկավարը ասեց նաև ախուրիկ այդ Շիրակի մարզի անցակետը Թուրքիայի հետ, որ կա, այնտեղ էլ հիմա միայն հայ սահմանապաներ են։ Ես ուզում եմ զգուշացնել մեր հասարակությունը ու մեր կառավարությունը։ Բացառվում է, որ Եվրոմիությունը մեզ հետ հաստատի ազատ վիզային ռեժիմը, եթե այլ երկիրը կառավարի մեր սահմանները, մեր անցակետերը։ Անցակետերը ստեղ սկզբունքային դարձ է։ Ու իրոք դա մեր սուվերենությունն է։ Մենք պետք է կառավարենք մեր սահմանները, մեր անցակետերը։ Հիմա ես ուզում եմ անդրադառնալ մեկ թեմային։ Դուք գիտեք, Նիկոլ Փաշինյանը բարբերաբար անդրադառնում է այն պրոռուսական ընդդիմությանը, նախկին նախագահների, ալիգարխների, Ռուսաստանից եկած հայաստանյան ալիգարխների, ես իրա ձևակերպումներով եմ ասում, ու բարաբերաբար այդ թեմային անդրադառնում է, քննադատում է իրանց դիրքորոշումը, այս անգամ երեք Facebook-ում ինքը դրեց արեց գրառումներ, որտեղ որ անդրադարձավ նորից այս մարդկանց, նախկին նախագահների, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, ու ասեց այդ մարդիկ այն քաղաքականությունը իրանց եւ իրանց տակ գտնվող ուժերը, այն քաղաքականությունը, որը վարում են, այդ քաղաքականությունը կոչվում է ռևիզիա, վերանայում
խաղաղության պայմանագրի Ադրբեջանի հետ մոտավորապես միտքը դա է, ու ինքը ասում է ցանկացած ռևիզիա, վերանայում կապված հայ-ադրբեջանական այդ խաղաղության process-ի, որը հիմա գնում է ու տալիս է արդյունքները, ու իրոք մենք մի մասը արդյունքների ուղղակի տեսնում ենք, օրինակ մեր զինվորները մի քանի տարի չեն զոհվում հայ-ադրբեջանական սահմաններում, մենք տեսնում ենք, որ նույնիսկ առևտուր սկսվեց Ադրբեջանի հետ, ու ինքը ասում է, այ իրենց մոտեցումները քաղաքական, նաև այդ թվում պահանջը Ղարաբաղի հայերի վերադարձի կամ այդ թեմայի ակտիվությունը, իրանք ու իրանց մոտեցումները խաղաղության հետ կապված, հարևանների հետ կապված ռեալ կապեր են պատերազմի, դա կոչվում է ռևիզիա, վերանայում, ես հասկանում եմ ինչու Նիկոլ Փաշինյանը դա սրում է, մոտենում են ընտրությունները, ինքը սրում է այդ հարցերը, էլ ավելի հստակ դիրքորոշումը ցուցաբերում է, ցույց է տալիս հասարակությանը, տարբերությունը իրականության այդ ուժերի նախկին նախագահների Հայաստանի Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, մի կողմից, մյուս կողմից Նիկոլ Փաշինյան։ Դա շատ տրամաբանականն է ընտրությունների կոնտեքստով։ Բայց այս հայտարարության մեջ նաև ինքը շատ կարևոր այդ գրառման մեջ կարևոր մաս կար։ Ինքը ասում է, եթե այդ ուժերը ասում են, որ պետք է լինի երաշխավոր այդ խաղաղությանը, որը հաստատվեց Ադրբեջանի հետ, դու գիտեք, այդ մենք հաճախ լսում ենք, որ ինչի եք երկկողմ բանակցում Ադրբեջանի հետ, քանի որ երկկողմ բանակցությունները Ադրբեջանը ուժեղ է, թելադրում է խաղաղի կանոնները, այդ երկկողմ բանակցությունները կայուն խաղաղություն չեն կարող տալ, քանի որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահին հրաժարվել այդ պայմանավորվածություններից ու ինչ որ ուժային քայլեր սկսել, բայց իրանք ասում են ընդունված է, որ լինեն երաշխավորներ։ Այդ երաշխավորները զսպիչ մեխանիզմ կլինեն։ Ու Նիկոլ Փաշինյանը բացատրում է, եթե այս լոգիկայով շարժվել, ուրեմն ինչ որ խաղաղապաններ պետք է մտնեն, չէ՞, Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ինչ որ խաղաղապաններ։ Ու ինքը ասում է, ես հիշում եմ, երբ որ այս նախկինները պահանջում էին, որ Ղարաբաղ մտնեն խաղաղապանները, ինչով ավարտվեց։ Մոտավորապես միտքը Նիկոլ Փաշինյանը դա է։ Իրոք վտանգները լուրջ են, կապված այս պրոռուսական ուժերի կոնցեպտների հետ, եւ որ իրանք պահանջում են, որ երաշխավորներ լինեն, օրինակ նույն Ռուսաստանը, մենք հիշում ենք ինչով ավարտվեց ռուսական միջնորդությունը Ղարաբաղի հարցում, ստեղ ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց ինքը սրում է այս թեման, որ մարդիկ հասկանան ով է։ Ես ավելին ձեզ ասեմ, ես մեկ-մեկ լսում եմ Արցախի նախկին պաշտոնյաներին հայտարարություններով հանդես են գալիս, ինչ որ դիտողություն են անում մեր կառավարությանը, ինչ որ դժգոհ են, ինչ որ քայլերից, որ անում է կառավարությունը Ղարաբաղի հայերի իրավունքների հետ կապված, ես պետք է ստեղ ասեմ, պարզ է, մեր կառավարությունը պետք է ավելի ուշադիր լինի, պարզ է, որ մենք էլ պահանջում ենք, որ պարզ է, որ Արցախահայությանը իրոք աջակցություն տրվի, հումանիտար առաջերտին, բացի դրանից տներ կառուցվեն, բայց ես կառաջարկեի այս մեր Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին իրենց ելույթները կրճատել կամ ընդհանրապես ելույթ չունենալ, քանի որ երբ որ իրանք պահանջում են Հայաստանի կառավարությունից Ղարաբաղի հայերի նկատմամբ վերաբերմունք, միջդեռ 2020 թվականից հետո իրանք ամբողջ պատասխանատվությունը տվեցին Ռուսաստանին, հիշում եք, Ղարաբաղի հայերը, ավելի ճիշտ ղեկավարությունը Ղարաբաղի հայերի պահանջեց, որ հենց ռուսական խաղաղապանները մտնեն։ Դες իրանք այդ լիազորությունները տվեցին այն ժամանակ ռուսական ուժին, Ռուսաստանին, Ռուսաստանի խաղաղապաներին։ Ուրեմն ո՞րն է, ասենք, պահանջել Հայաստանից։ Այո, Հայաստանը կօգնի, պարտավոր է օգնել, բայց այդպես պահանջել, երբ որ դու մեխանիզմը ազդեցության այն ժամանակ տվեցիր Ռուսաստանին ու Ռուսաստանը գցեց Ղարաբաղի հայերին, ուրեմն ստեղ մի քիչ իրանք ավելի կոռեկտ պետք է լինեն իրանց արտահայտությունների մեջ։ Հիմա սահմանադրության հետ կապված կարծես թե տեքստը հայտնվեց մամուլում, սահմանադրության
փոփոխության տեքստը։ Դուք հիշում եք եւ Նիկոլ Փաշինյանը եւ իր կողմից գլխավորված քաղաքական ուժը պայմանագիրը անընդհատ խոսում են նրա մասին, որ սահմանադրությունը պետք է փոխվի եւ արդարադատության նախարարը ասաց, որ մոտ ժամանակներս կտպվի։ Կարծես թե հայտնվեց այդ տեքստը, սահմանադրական փոփոխության տեքստը մամուլում ու սկսվեցին այդ ուսումնասիրությունները այդ կետերի։ Հիմա գլխավոր մասը ինչ սպասում են մարդիկ կանջատեն սահմանադրությունը հիշում եք անկախության հռչակագրից, թե ոչ պարզ է անջատվեց Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ասեց, որ մեր նոր սահմանադրության մեջ կամ սահմանադրության փոփոխությունների մեջ հաղում չի լինի անկախության դեկլարացիայի վրա։ Բայց տեքստը հայտնվեց, այնտեղ այլ կետեր շատ կարևոր կան, մենք անպայման այլ կետերի հետ կխոսենք, բայց իմ ասածը մեկն է։ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված մենք շատ ենք խոսալու։ Անջատել անկախության հռչակագրից թե ոչ խոսացել ենք, էլի կխոսանք, բայց մեկ բան ես ուզում եմ ձեզ ասել։ Պետք չի իշխանություններին թերագնահատել այդ գործոնը։ Այո, մեր հասարակության մեջ այդ անջատումը սահմանադրությանը Հայաստանի անկախության հռչակագրից բավական ցավոտ է ընդունվում ու ես չեմ տեսնում, որ մեծամասնությունը այն մարդկանց թիվը, ովքեր դրա կողմնակիցն են։ Ուրեմն ստեղ իշխանությունները պետք է նոր արգումենտներ բերեն համոզելու, որ դա կանցնի, ավելին պարզվեց, որ այդ ոչ միայն իմ կարծիքն է, որ պարզ չի ինչով կավարտվի հանրաքվեն, եթե անցկացվի հանրաքվեն այս նոր սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների կամ նոր սահմանադրության այդ տեքստը պետք է որ ընդունվի, չէ, հանրաքվե պետք է անցկացվի։ Պարզ չի ինչով կավարտվի, պարզվեց ոչ միայն ես այդպես մտածում են դրա մասին նաև Միացյալ Նահանգների հետախուզական ինստիտուտները։ Միացյալ Նահանգների հետախուզությունը, այդ ծառայությունը հայտարարությունով հանդես եկավ ու բավական դա հաշվետվություն էր անցած տարվա աշխատանքի իրանց կոնգրեսի առջև ու այնտեղ կա հատված վերաբերող Հայաստանի շատ լավ գրված հատված Պարզերևում է, որ իրանք adekvat են, խոսեցին եւ Տրամպի այդ ուղու մասին ծրագրի, խոսեցին հենց դրա մասին, որ ուժով գնաց լուծել Ղարաբաղի հարցը Ադրբեջանը, բավական լավ տեքստ է, բայց տեքստի վերջում ասված է, որ Ալիևը այնուամենայնիվ, չնայած որ խաղաղության process-ը գնում է, նախաստորագրեց խաղաղության պայմանագիրը, Ալիևը պահանջում է Հայաստանից, որ սահմանադրությունը փոխվի, ու այնտեղ իրանք գրում են, որ պարզ չի այս հանրաքվեի, որը կպլանավորվում է Հայաստանում անցկացնել, ինչով կավարտվի այդ պատմությունը, հայ ժողովուրդը կընդունի այդ փոփոխությունները, թե ոչ։ Նաև ես միջև այս ընտրությունների սկիզբը պետք է ասեմ, որ դուք գիտեք, մեր ընտրությունները պետք է անցնեն հունիսի 10 կներեք, հունիսի 7-ին, բայց միջև այդ ընտրության օրը կլինի նախընտրական արշավ, միջև այդ կլինի հաստատում կուսակցությունների կամ դաշինքների, ովքեր կմասնակցեն, բայց միջև այդ կլինի գրանցում այն կուսակցությունների ու դաշինքների, որոնք կուզենան մասնակցել այս ընտրությունների։ Ուրեմն ապրիլի 13-ից մինչև 23-ը կտևի process կուսակցությունների առաջադրման։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարգ է սահմանել, ոնց պետք է կուսակցությունները ներկայացնել իրանց հայտը մասնակցել ընտրությունների։ Այդ process-ը կսկսվի ապրիլի 13-ից 10 օր կտևի, պարզ է կուսակցությունները պետք է բոլոր այդ պահանջներին բավարարեն, որ կարողանան գրանցվել։ Բայց առաջադրման process-ը սկսվում է ապրիլի 13-ից։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։